Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ ձեզ, պարոն Ռուբինյան, ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվելու իմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս կառուցողականության մթնոլորտը դահլիճում հաստատելու համար, սա շատ կարեւոր էր եւ ցանկանում եմ միանգամից անցնել բովանդակությանը, ինչի մասին է լինելու 9-րդ գումարման խորհրդարանի քննարկման հիմնական հարցը, որ հարցն ենք, ընդհանրապես մենք ինչ հարց ենք հիմա քննարկում, կարող եք ասել։ Քանի թուրք ես տեսել Թուրքիայում, քանի ռուս ես տեսել Ռուսաստանում, քանի անգլիացի Անգլիայում, այս ինչի մասին է, Սակալովը ինչ է անում, Թրիփը ինչի համար է, այս ինչ հարցեր են, ժողովուրդ ջան։ Այս հարցերը մեկ հարցի ածանցյալ հարցերն են։ Եվ 9-րդ գումարման ազգային ժողովը քննարկելու է ընդամենը մեկ հարց։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական հարցը, եւ այդ հարցը հետեւյալն է։ Ճակերտները բաց։ Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը։ Վերջ։ Այս հարցն ենք մենք քննարկում։ Այս հարցն է երկու օր դրված քննարկման եւ այսպես էլ շարունակվելու է տարբեր ձևակերպումներով։ Քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Ինչի այդ հարցը այդքան քննարկվեց, երեք դարձավ տենց հումորի առարկա, տենց մեմերի առարկա, ինչու։ Որովհետեւ դա կտրած հարց է, դա կիսատ հարց է։ Առաջի մասը կտրած հանած է այդ հարցի, որովհետեւ անհարմար կլինի ամբողջական ձևակերպել։ Իսկ իրական հարցը հետևյալն է, առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Առանց ռուսների իմացության, առանց ռուսներին տեղյակ պահելու, քանի թուրք ես տեսել, դա է նախադասությունը, բայց քանի որ չի ամոթ է տենց հարց ձևակերպել, ուղղակի առաջի մասը կտրել գցել են, մնացել է երկրորդ, այսինքն բան չեն, երեխաներ չենք էլի։ Օրինակ այդպես հարցը չէին ձևակերպի, դա հասկանալի է, չէ՞ որ զավեշտալի հարց է, բայց ինչի է զավեշտալի, որտեղ կիսատ է։ Կտրել գցել են ու չեն հաջողացնել նոր ձևակերպում տալ դրան։ Նույնը վերաբերում է Թրիփին։ Ինչ խոսակցություն, որ տեղի ունենա Թրիփի մասին, պարոն Մանուկյանն է, չէ՞, Սակալովը եկավ թուրքերի շահերից հա բխում, այնտեղ կան ասում են Իսրայելի շահերից, Ադրբեջանի շահերից, Իրան, Թուրան, Չինաստան, ֆլան եւ ֆստան, բայց մեկը չի ասում, ինչի մասին է Թրիփը ընդհանրապես։ Եվ ինչի մասին է այդ խոսակցությունը։ Այդ խոսակցությունը հետեւյալի մասին է։ Ռուսաստանը ինչ աստիճանի պետք է մասնակցի Հայաստանի ապաշրջափակմանը, որը այն առաջի հարցի ածանցյալ հարցն է։ Ես ցավում եմ, որ մենք այս հարցերն ենք քննարկելու, բայց սա է լինելու մեր քննարկման օրակարգը, եւ եթե սա է լինելու, եկեք բաց քննարկենք։ Ամաչելու բան չկա, քաշվելու բան չկա։ Ընդ որում, ես նկատի չունեմ, որ դուք ինչ-որ հատուկ ուղարկած, ինչ-որ ներդրված այս հարցը տալ։ Ես համոզված եմ, այդ 4 հոգի այդ հարցը տվեց, չէ՞, քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Ես համոզված եմ, իրանք չգիտեն, որ իրանք հարցրել են, թե առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Իրանք դա չգիտեն, որտեղ իրանք ոչ թե այն պատճառով, որ իրանք այդ հարցը գրել տվել են, այլ ուղղակի իրանք այդ հարցը այնքան են լսել իրանք շրջապատում, իսկ իրանք շրջապատի մարդիկ այնքան են լսել ուրիշ շրջապատում, իսկ ուրիշ շրջապատի մարդիկ այնքան են լսել ուրիշ տեղերում, որ այդ կապը շղթան կորել է։ Դա այնքան արխետիպային հարց է արդեն դարձել վերջին 200 տարիների մեր քաղաքական մտքում, որ մենք էլ դա չենք նկատում, եթե շատ ուշադիր չնայենք, մենք չենք նկատի, թե ինչ խոսակցություն է գնում։ Արտաքին ազդեցությունից եք խոսում, չգիտեմ, ինչից եք խոսում, պարոն Կարապետյան, ես ուզում եմ հիշեցնել, այս հարցն շատ չքննարկվեց մեր մամուլում, մեր հանրային դիսկուրսում, պարոն Կարապետյան, Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերում Հայաստանի վարչապետին խնդրել է, որ ձեզ թույլ տա մասնակցեք ռուսամետ ուժերին թույլ տա, ինքն է էլի ձևակերպել այդպես, ռուսամետ ուժերին թույլ տա մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Սենց բան, երևի թե չի եղել մեր պատմության մեջ նման բան։ Ինչ արտաքին ազդեցությունից եք խոսում։ Այն ազդեցությունից, որ տարբեր ղեկավարներ, տարբեր պետությունների
Ասել են, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավար է, կարծում են շատ լավ ղեկավար է, ասել են շատ լավ ղեկավար է։ Ինչ խնդիր կա։ Որ իրան շահերը համընկնում է մեր կառավարության որդեգրած քաղաքականության հետ, հա, համընկնում է։ Հա, որտեվ բոլորն էլ ուզում են, որ Հայաստանը սեպից վերածվի կամուրջի մասնակցի համաշխարհային առևտրաշրջանառության, ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա, դա բոլորի շահերից բխում է։ Այո, Թուրքիայի շահերից էլ է բխում։ Այո, Ադրբեջանի շահերից էլ է բխում, Չինաստանի, Թուրանի, ոնց եք ասում, չգիտեմ, Անգլիայի ինչ պետություն ասեմ, որով որ տենց անունը տալիս եք, որ սենց ասեք, տեսեք, այս ովքեր են գալիս, այստեղ ինչ անելու։ Այո, բոլորի շահերից բխում է, բայց կան պետություններ, որոնց շահերից չի բխում, բայց քանի որ process-ը անկասելի է, այդ պետությունները ցանկանում են ուղղակի մասնակցել process-ում, որովհետև չեն կարող այլևս կասեցնել այդ։ Ուղղակի ցանկանում են մասնակցել այդ process-ում, ավելի մեծ մասնաբաժին ունենալ որոշումների կայացման մեջ։ Եվ նաև սրա վերաբերյալ է ինքնության մասին խոսակցությունը, ընկերներ ջան։ Հարգելի քաղաքացիներ, սրանից հետո երբ ձեզ կասեն ինքնություն, դուք հասկացեք արտաքին քաղաքականություն, որովհետև ինքնությունն է սահմանում շահերը եւ շահերն են սահմանում արտաքին քաղաքականությունը։ Այո, ինքնությունն է սահմանում շահերը։ Եվ երբ գալիս են այստեղ, չէ, սա գիտական բան եմ, էլի ասում, այդպես շատ ժպտալու բան չկա, դա այդպես է։ Ըստ տեսություններից մեկի ամենատարածված, ըստ կոնստրուկտիվիստների, հա, շատ հետաքրքիր տեսություն է դա։ Ինքնությունն է սահմանում շահերը եւ շահերն են սահմանում քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականությունը մասնավորապես։ Եվ երբ որ այստեղ գալիս են ասում են մենք ուզում ենք պաշտպանենք մեր ինքնությունը, ընկերներ ջան, ինքնությունը բան չի, այդ ոսկու ձուլակը չի սեղանին դրած, որ դնեք պաշտպանեք։ Ասենք մեկը չգա պրոբը փոխի, մեկը չգա արծաթով փոխի։ Ինքնությունը այդպես չի, ինքնությունը ապրող օրգանիզմ է։ Ինքնությունը չի կարող որևէ ազգի ինքնություն միշտ նույնը չի մնում, ասենք այսօրվա անգլիացին նույնը չի, ինչ 1000 տարի առաջվա անգլիացին է, 800 տարի առաջվա, ասենք Ռիչարդ Արարողյանի ժամանակվա, 100-ամյա պատերազմի ժամանակվա, այսօրվա հայ ինքնությունը նույնը չի, ինչ Մադրասի առևտրական ինքնությունը։ Ճիշտ է, Մադրասի առևտրական ինքնությունն էլ կա աշխարհում, ոչ Մադրասում, ուրիշ քաղաքներում, այդ ինքնությունն էլ կա։ Գաղթել է, այլ ինքնությունները կարող են նաև գաղթել։ Բայց մենք պաշտպանելու ենք մեր պետական ինքնությունը, քաղաքացիական ինքնությունը եւ ոչ թե կայսրությունների կողմից կերտված էթնիկ ազգայնականության վրա հենված ինքնությունը, այլ քաղաքացիական ազգայնականության կամ քաղաքացիական ինքնությունը, քաղաքացիության ինքնությունը, այն ինչի հետ կապված, պարոն Կարապետյան, ձեր հորեղբայրը լուրջ խնդիրներ ունի, որովհետև ընդհանրապես մեկից ավել անձնագիր ունեցող մարդը, այդ որ խոսում եք ինքնությունից, ինքնության լուրջ հարցեր կա, որտեղ կարող են առաջանալ իրավիճակներ, որ այդ մեկից ավելի պետությունները, որի անձնագրի կրող է, որ դու ես, ունենան հակասություն, օրինակ պատերազմ են իրար դեմ։ Որ պետության կողմից դու պիտի լինես, եթե դու մեկից ավելի պետության քաղաքացի ես։ Հիմա եթե Ռուսաստանն ու Կիպրոսը մի խնդրեմ ունենան, ասենք։ Չէ, բայց կարա չէ լինի։ Չէ, հիմա ասենք Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն, չէ, խնդրեմ։ Հաստատ կան, չէ, մարդիկ, որ Ռուսաստանի քաղաքացի են, Ուկրաինայի կան, չէ։ Հիմա ինչ պիտի անեն, բայց ընտրեն, նրանք Ռուսաստանի կողմից են, թե Ուկրաինայի կողմից են։ Կարա դες բան։ Այսի կարա չէ, հենա կա, մեր աչքի առաջ կա։ Մեկը ընտրելա, որ ինքը Ուկրաինայի կողմից է, մեկը ընտրելա, որ ինքը Ռուսաստանը։ Դրա համար է դրված օրենքում, որ չի կարող падգամավորը, վարչապետը լինի մեկից ավելի քաղաքացիության կրող, որովհետև ինքը չի կարող ունենալ մեկից ավելի շահերի կենտրոն։ Շատ պարզ է, ինչ ինքնության մասին է այստեղ խոսակցությունը։ Եթե դուք նման խնդիրների առաջ եք։ Այսպիսով ես առաջարկում եմ բովանդակային խոսակցությունը նաև տեղափոխել այս դաշտ, խոսել շատ բաց, խոսել շատ պարզ։ Դուք անկեղծորեն նաև կարող է հավատաք, որ ձեր ասած ճանապարհն է ամենալավը, անկեղծորեն իսկապես, հա։ Բերենք այդ փաստարկները առանց այդ բաների, էլի, քանի թուրք, քանի ռուս, քանի ադրբեջանցի, բերենք փաստարկները, դնենք, վերլուծենք, թրիփի մասին ենք խոսում, թրիփի մասին մի հատ բացատրեք ոնց եք պատրաստվում, օրինակ, չգիտեմ, Չինաստանին բերել, կպցնել թրիփին կամ
Դուք եք դա ասել, թե մյուս քաղաքական ուժը արդեն չեմ։ Հա։ Քննարկենք, հասկանանք, շատ լավ է որ արդեն տրամադրվել եք բովանդակային քննարկման, բայց եկեք անցնենք բուն բովանդակությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան։ Բարի ձեզ, բարի լույս, մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս ընտրությունների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չխնայեցին, որպեսզի ընտրությունները անցնեն հնարավորինս ազատ, արդար, թափանցիկ, ներառյալ բոլոր պարկեշտ քաղաքական ուժերին, քաղաքացիներին, լրագրողներին, ովքեր ոչ թե հիբրիդային հարձակման գործիք դարձան, այլ պայքարեցին դրա դեմ, դիտորդներին, քաղաքասարակությանը, հատկապես իրավապահ մարմիններին։ Եվ թույլ տվեք օրը սկսել երեկվա օրվա ամփոփմամբ, իսկ երեկվա օրը եթե ամփոփելու լինենք, եթե վերնագիր դնենք երեկվա օրվան, վերնագիրը կլինի հետևյալը. իսկ դու թուրք տեսել ես։ Ճիշտն ասած, սրանից մոտավորապես մի տարի առաջ ավելի պակաս, երբ որ շարժում էր ձևավորվել, ուժեղ Հայաստան, չէ, մեր ձևով շարժումը, ով որ ինքն իրեն անվանում էր ապաքաղաքական, բայց հավակնում էր մասնակցել քաղաքական գործընթացներին, ես ինքս ինձ հարց էի տալիս, զարմանում եւ զայրանում էի մեկ-մեկ, թե ինչպես կարող է քաղաքական հավակնություն ունեցող խումբը լինել ապաքաղաքական։ Երեք ես տեսա թե ինչպես։ Մենք հանդիպել ենք ապաքաղաքական խմբակցության ժողովուրդ։ Ես չգիտեմ ոնց արձագանքել են հարցին, թե ոնց որ ով է թուրք տեսել, ով չէ, էլի, եթե քաղաքականության դեպատի ոնց որ հարցը դա է։ Պարոն Ռուբինյանը այստեղ չի, ես հույս ունեմ պարոն Ռուբինյանը ինձ լսում է։ Ես պարոն Ռուբինյանին հարց ունեմ եւ կուզեմ նշի իր մոտ եւ եզրափակիչ ելույթի ժամանակ պատասխանի հետեւյալ հարցին։ Արդյոք պարոն Ռուբինյան, դուք արդյոք ուրիշ որևէ ազգի ներկայացուցիչ տեսել եք։ Եվ խնդրում եմ թվել են բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնց երբևէ տեսել եք։ Եվ բաժանել նրանց երկու խմբի։ Ում եք տեսել հեղափոխությունից առաջ եւ ում եք տեսել հեղափոխությունից հետո։ Ես ուզում եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքացիները իրենց ներկայացուցիչների միջոցով նաև իմանան, թե դուք ուրիշ որ ազգերի ազդեցության տակ կարող էիք լինել։ Չեմ ակնկալում, որ դուք կպատմեք, թե օրինակ ձեր տեսած պայմանական ռուսների կանտովկեքը ինչ ձևի էին, բայց գոնե թվարկեք, որովհետև դե ելույթի ժամանակն է քիչ լինելու։ Պարոն Ռուբինյանը ասում է, որ ինքը չի ակնկալում, բայց Հայաստան դաշինք չկա։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել։ Մի օր դիմացան ժողովուրդ, մի օր դիմացան աշխատելուն։ Հույս ունեմ ինչ-որ պահի կգան, որովհետև իրանց ելույթներին նույնպես բան ունեմ արձագանքելու և առաջարկելու իրականում։ Պարոն Ռուբինյանը ասում է, որ ինքը չի ակնկալում, որ ընդդիմադիրները իրեն կընտրեն, ես համաձայն չեմ պարոն Ռուբինյան ձեզ հետ, եթե դուք ինձ լսում եք, ես ակնկալում եմ, որ ձեզ կընտրեն, որովհետև ընդդիմադիրները ուրիշ թեկնածու չեն առաջադրել եւ ես կարծում եմ իրենք էլ համաձայն են, որ խորհրդարանում չկա ավելի լավ ազգային ժողովի նախագահի թեկնածու, քան դուք եք։ Հիմա իրանք փոխոսնակի թեկնածու են առաջադրելու եւ առաջարկելու են, որ մենք կընտրենք եւ ես կարծում եմ արդար կլինի, եթե ձեզ ընտրեն, մանավանդ որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մի նոր մշակույթ է բերել, ընտրողներին տրակտոր։ Ես ձեզ ընտրելու եմ, պարոն Ռուբինյան, ես ձեզից տրակտոր չեմ ակնկալում, բայց խնդրում եմ, եթե այդպես է ձևը, ընտրողի ու չընտրողի միջև պետք է տարբերություն լինի, խնդրում եմ ինձ որպես ընտրողի արտոնություններ տալ, օրինակ, երբ որ ժամանակը սպառվի, թույլ տալ ելույթ ունենալ, իսկ ձեզ չընտրողներին ընդհատել կեսից։ Եթե տենց է ձևը, եկեք տենց աշխատենք, ժողովուրդ ջան, իսկ եթե ոչ, ես ակնկալում եմ, որ մեզ կընտրեն այնքան ընդդիմադիր պատգամավորներ, ինչքան ընդդիմադիր պատգամավորներ ակնկալում են, որ մենք կընտրենք իրանց առաջադրած փոխոսնակին։ Ես կարծում եմ դա կլինի որակյալ եւ այդ երեկվա առաջարկված մշակույթին համապատասխան ազգային ժողով։ Երեք Աննա Գրիգորյանը այստեղ կանգնած մեր վարկանիշի տատանումներից էր խոսում, դուք ասում եք 18-ին վարկանիշ ունեիք, 21-ին չունեիք, հիմա չգիտեմ ունեք թե չունեք։ Ոնց որ ժողովուրդ ջան, ձեր դարդը լացեք։ Մենք մեր վարկանիշը բարձրացրել ենք նախորդ ընտրությունների համեմատ։ Մենք 40,000-ով ավելի ձայն ունենք, դուք 130,000-ով ավելի պակաս ձայն ունեք։
Ոնց որ եկեք ամեն մեկս մի հատ մեր խնդիրների վրա ուշադրություն դարձնենք։ Լևոն Քոչարյանը ասում էր բանա. ԲՀԿ-ից մանդատները գողացակ։ ԲՀԿ-ից մանդատները գողացակ։ Ժորժ ջան, հիշում եք ոնց տեղի ունեցավ դա։ Եթե մի քաղաքական գործիչ կա, ով որ այդ 3 ընտրատեղամասերի ձայները համառորեն գրառումներով, լայվերով պաշտպանում էր, ասում է Ժորժ ջան, այդ մարդիկ ճիշտ է, ուշ են քվեարկել, բայց ազատ են քվեարկել։ Այդ քաղաքական գործիչը մեր կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է։ Ասում էր եկեք չեղարկենք։ Չէ, որ չէ, չեղարկեցինք, գնացին Սահմանադրական դատարան, ասում են ամբողջ պետությամբ վերաքվեարկություն դրեք։ Ես ձեր բոլորի դիմումները կարդացեմ, Ժողովուրդ ջան, ոչ մեկ 3 տեղամասի վերաքվեարկություն չի ուզել։ Բոլորդ ֆիկտիվ եք գնացել Սահմանադրական դատարան եւ 3 ամբողջ պետության տարածքով վերաքվեարկություն եք ուզել։ Ինչի՞, սա գիտեք ինչա կոչվում։ Սա կոչվում է օգտագործել ամբողջ գործիքակազմը։ Չեղարկել, Սահմանադրական դատարան դիմել ու ոնց որ մենք միակ դերակատարն ենք քաղաքական ուժերից, ով որ ԲՀԿ-ի հետ կապված ոչ մի բան չի ասել, էլի սա չեղարկեք թողնա չա։ Մենք ասել որ եկեք ընդունենք քվեարկության արդյունքները իգիտություն։ Չէ որ չէ, մենք իգիտություն չենք ընդունում։ Այսինքն գալիս են ասում են դուք ԲՀԿ-ի մանդատները գողացաք։ Ով ումից ինչ գողացավ, Ժողովուրդ ջան։ Ով ումից ինչ գողացավ։ Ես ճիշտ ասած մի հարց ունեմ նաև ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Ինչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Կարա կեսօրվանից հետ հաշվարկ սկսեք։ Օրինակ մնաց 1786 օր։ Բայց 5 տարի հետո ոնց որ նորից կմոտենաք այդ ձեր զրոյական կետին, որի վերջացրել էր հունիսի 7-ին։ Հրաժարվեց քաղաքացիություններից։ Ինչի օրինակ միայն ընտրյալ ազգի քաղաքացիությունը չի պահում պարոն Կարապետյանը, այլ ասենք մի 4 հատ ուրիշ ազգերի, որոնք ըստ երևույթին, ըստ ձեզ պարոն Կարապետյան ընտրյալ չեն, իրանց քաղաքացիություններն էլ ապահում։ Չնայած ես կարամ վարկած առաջ քաշեմ, գիտեք, ես թվում է Սամվել Կարապետյանը ուզում է այս աշնան մի հատ Ռուսաստանի ընտրություններին մասնակցի։ Ինչի կարելի է 4 հատ պասպորտով Հայաստանի ընտրություններին մասնակցել, իսկ Ռուսաստանի քաղաքական աշխատանքներին չէ։ Եվ մի հատ էլ դեղա ուզում ուժերը փորձի, եւ մնաց քանի օր, մնաց մի տես մի 60-ի կարիքի օր, հա, կարելի է հետհաշվարկ սկսել մի հատ էլ այնտեղ։ Ես ճիշտ ասած մի հատ կարևոր հարցի վերաբերյալ առաջարկ ունեմ։ Երեք պարոն Գեգամ Մանուկյանը եւ այն մյուս մարդը, որ իր անունը կարդալիս չկանգնեց, որ հիշենք, Ժողովուրդ ջան, երբ որ ձեր անուն կարդում են դուք կանգնում եք, մենք փորձում ենք ձեզ հիշել։ Բողոքում էին բանի կապակցությամբ, Թագուհի Թովմասյանի հանձնաժողովից հեռացնելու կապակցությամբ եւ կարծես թե իրանք ստեղ չեն որ հաստատեն, հիմնավորում էին դրանով, որ իրանք հանձնաժողով չեն վերցնել, հանձնաժողովի նախագահություն չեն վերցնելու, ասում էին ինչ արել Թագուհի Թովմասյան, որ իրան հեռացրել եք նախագահությունից, այդ նիստը որ բացեք նայեք, կտեսնեք ինչ արել, հիմնական զեկուցողը Հովիկ Աղազարյանն էր եւ մեր հիմնավորումները, մեր խմբակցության հիմնավորումները էթիկական էին։ Ես ճիշտ ասած, քանի որ նախորդ գումարման ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով չկար, իսկ ես գումարման ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով կա։ Ես ճիշտ ասած, տենց հրապարակային առաջարկ եմ անում քննարկման, առհասարակ պաշտոնյաների հետ կապված հարցերը քննարկել միայն էթիկայի հանձնաժողովի եզրակացություններից հետո, որտեղ մենք համամասնորեն ներկայացված կլինենք ընդդիմություն իշխանություն, բայց այդտեղ մի հատ շատ բարդ բան է պետք անել, ընդդիմադիրներին պետքա գործի գալ, թե չէ մենք էլի մեծամասնություն կլինենք։ Այդ ոնց որ չգիտեմ հաղթահարելի խոչընդոտ է, թե ոչ։ Պարոն Վարդևանյան, ձեր երեկվա ելույթից ունես տպավորություն, որ Սահմանադրական դատարան չեղարկել արդյունքների արդյունքներ, բայց ոչ չեն ասում, որ տրամադրություններ չընկնի, չէ Ժողովուրդ ջան, եթե Սահմանադրական դատարանը արձանագրեր, որ կեղծված արդյունքների արդյունքները, ոնց որ ուրիշ պրոցեսների մեջ կլինեինք, ոչ թե այսօր ես այստեղ ելույթ կունենայի ձեր առջև եւ մենք ազգային ժողովի նախագահ ընտրելիս կլինեինք։ Պարոն Կարապետյան, ես հույս ունեմ, որ դուք վերջում խմբակցության անունից ելույթ կունենաք, ես ձեզնից երկար ոնց որ ձեր ժամանակը երկար չեմ ուզենա վատնել, ես խնդրում եմ, որ դուք մեկ թիվ ասեք, թե
քանի հայ սակրավոր պետք է զոհվի, որպեսզի ձեր խմբակցությունը իրեն երջանիկ զգա։ Ինչ վերաբերում է պարոն Ռուբինյանին, ես արդեն արձանագրեցի, որ իրեն պատրաստում եմ ընտրել եւ կարծում եմ, որ քանի որ միակ առաջադրված տեխնացունա լավագույն տարբերակն է, ոչ ոք ավելի լավ տարբերակ չի առաջարկել, եթե լիներ կառաջարկեի։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ակնկալել, որ ընդդիմությունն էլ ընտրի պարոն Ռուբինյանին այնպես, ինչպես իրանք հեսա ակնկալելու են, որ մենք պետք է ընտրենք իրանց առաջադրած տեխնացունի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա իմ առաջին ելույթն է 9-րդ գումարման ազգային ժողովում եւ ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին մեզ տված բարձր վստահության քվեի համար։ Եվ չնայած այս ակնհայտ իրողությանը, պետք է նշեմ, որ մեր ընդդիմադիրները, ինչպես եւ արդեն մեկ ամիս շարունակ եւ նաեւ այստեղ անընդհատ կասկածի տակ են տնում ժողովրդի վճռական քվեն։ Նախ հայտարարում են, թե իբր ազգային ժողովը լեգիտիմ չէ, բայց ինչպես տեսնում ենք, նրանք արդեն մանդատներով խորհրդարանում են։ Ճիշտ է, հետո փորձել էին ու նաեւ շարունակում են փորձել արդարանալ իրենց կողմնակիցների մոտ, թե ինչու են մանդատները վերցնում, բայց ինչպես երևում է ապարդյուն, քանի որ այդ արդարացումներն այնքան անհամոզիչ էին, որ դեռ խորհրդարան չեկան, իրենց շարքերից տասնյակներով սկսեցին հեռանալ։ Կամ ասում են, թե կեղծվել են ընտրությունները ու հաջորդ քայլին հայտարարում են, թե ԲՔՊ-ն չի հավաքել 50+%, այլ հավաքել է 49%։ Հիմա հարց. Եթե դա այդպես է, ինչպես դուք եք պնդում ԿՊ-ն ընտրությունները կեղծելը, չէր կարող եւս մի 1500 կամ 2000 ձայն ստանալ ու ապահովել 50+%։ Բայց եթե մենք ընտրությունները կեղծել ենք ու ինչպես ժամանակին ընդունվածքեր ինչքան ուզեցել, այդքան խփել էինք, ոչ միայն 50+ էր լինելու, այլ ձեզանից շատերը պարզապես այստեղ չէին լինելու։ Այն որ մենք հավաքել ենք 49%, եւս մեկ անգամ ապացույցում է ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ այն, որ ոչինչ չի կեղծվել։ Իհարկե այս մտածումն ու մշակույթը ձեզ համար խորթ է, որովհետև ձեր քաղաքական մշակույթը սնվում է այլ ժամանակներից, որտեղ ինչքան ուզում այնպես խփում էին, որտեղ 49%-ը լեգիտիմ ու ժողովրդավարական չէր, որտեղ խփած 89%-ը լրիվ նորմալ էր։ Ու հարց է առաջանում, բայց եթե ընտրությունները կեղծված էին, ինչու, ինչպես դուք եք պնդում, ձեր 100,000-ավոր հետևորդներ հաջորդ օրը դուրս չեկան փողոց, ինչպես նախկինում էր դա այդպես լինում։ Այս իրավիճակում, եթե մեր հասարակության մեջ լեգիտիմության ու ընտրակեղծիքների հետ կապված հարցեր են առաջանում, ապա այդ հարցերը հասցեագրված են բացառապես ընդդիմությանը։ Ըստ որոշ տվյալների, այս ընտրությունները ֆինանսական առումով ընդդիմության համար եղել են Հայաստանի պատմության ամենաթանկ ընտրությունները։ Ֆուտբոլային լեզվով ասած, ընդդիմադիր մեկ պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի, իսկ ընդդիմության հավաքական ֆինանսական կարողությունը կազմում է մի քանի միլիարդ դոլար։ Եվ այս ահռելի ֆինանսական ռեսուրսը տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը գնելու եւ Հայաստանի պետականության դեմ կռվելու համար։ Ինչևէ մենք դա թույլ չենք տա։ Հարգելի գործընկերներ, երեկվանից մեկնարկել է ազգային ժողովի նոր գումարման աշխատանքները եւ շատ ճիշտ էր այս աշխատանքների սկզբից հենց խոսել առաջիկա 5 տարիներին, թե ինչպիսին է լինելու այս խորհրդարանը, աշխատանքի մասին է լինելու, թե մշտական արձակատման հարթակ։ Քաղաքակիրթ քննարկման թեման, որը ծավալվեց պարզապես լավ վարքի հարց չէ։ Խոսքը պետության նկատմամբ մեր պատասխանատվության մասին է, որովհետև խորհրդարանական աշխատանքը նաև երևում, թե որքան հասուն է մեր քաղաքական համակարգը։ Ոչ ոք չի սպասում, որ այս դահլիճում հնչելու են նույն կարծիքները։ Ընդհակառակը այստեղ պետք է հնչեն տարբեր, նույնիսկ իրարամերժ տեսակետներ, բայց այդ տարբերությունը պետք է դառնա բանավեճ, առաջարկ, աշխատանք, ոչ թե անվերջ աղմուկ, բոյկոտ եւ խորհրդարանի աշխատանքների խափանում։ Սրա մասին խոսում են ոչ թե տեսականորեն, այլ մենք դրա 5 տարվա փորձն արդեն ունենք։ Հիշենք նախորդ գումարման հենց առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորների մի մասը հրաժարվեց բարձրաձայն արտասանել երթման տեքստը։ Ոմանք փոխեցին իրենց հայտարարություններով այդ տեքստը, ոմանք ընդհանրապես չերթվեցին։ Բայց պատգամավորի երթումը, սիրելի հարգենակիցներ, սիրելի ընդդիմություն, իշխանության եւ մեծամասնության տրված խոստում չէ։ Դա պարտավորություն է Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների առաջ։ Ես այն ժամանակ առաջարկությամբ հանդես եկա, որ պատգամավորները գոնե ստորագրեն երթման տեքստի տակ։ Նպատակը շատ պարզ էր։ Անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ընտրած պատգամավորը ընդունում է պետության առաջ
առաջ իր պատասխանատվությունը։ 5 տարի անց այս դահլիճում տեսնում ենք նաև այդ վարքագիծը դրսևորած ուժի արդյունքը։ Այն ուժը, որ նախորդ գումարման սկզբում ուներ 29 մանդատ, այսօր ունի 12 падգամավոր։ Սա պարզապես թվերի փոփոխություն չէ։ Սա մեր ընտրողի հստակ գնահատականն է։ Հայաստանի քաղաքացին չի պատժում ընդդիմադիր լինելը։ Նա գնահատում է արդյոք աշխատել եք, արդյոք այլընտրակ առաջարկել եք, թե պարզապես խանգարել եք խորհրդարանի աշխատանքը։ Երեք նույն պատկերը մասամբ կրկնվեց։ Ձեզանից ոմանք երթումը բարձրաձայն չարտասանեցին, բայց բոլորը ստորագրեցիք դրա տակ։ Այս ստորագրությունը ձևականություն չէ։ Դրանով դուք ընդունել եք եւ падգամավորի կարգավիճակը եւ դրանից բխող պարտավորությունները։ Մանդատից հնարավոր չէ վերցնել միայն իրավունքները ու մի կողմ դնել պատասխանատվությունը։ Այո, ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը, պետք է կոշտ հարցեր տա, բայց ընդդիմության ուժը երևում է ոչ թե նիստը խափանելու, այլ փաստարկ ներկայացնելու, աշխատելու եւ համոզիչ այլընտրանք առաջարկելու կարողությամբ։ Ուրեմն ընտրությունը ձերն է։ Կարող եք այս գումարումը սկսել նոր էջից, ինչը ձեզ առաջարկվել է այն է զրոյական կետից եւ աշխատել։ Կարող եք նաեւ շարունակել նույն ճանապարհը, որին ընտրողն արդեն տվել է իր գնահատականը, բայց մանդատ ստանալուց հետո աշխատելը այլևս ցանկության հարց չէ։ Դա ձեր պարտականությունն է։ Հիմա, ինչպես եւ ես էլ էի խոստացել, չեմ հապաղի եւ ես ձեզ նույնպես այդ հարցը կտամ, պարոն Կարապետյան, դուք եւ ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ մի պնդումը անընդհատ ամենօրյա ռեժիմով արել եք, թե անմիջապես մեր ընտրվելուց հետո 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան։ Անցել է շուրջ 2 ամիս, դեռ 2.5 չէ, եւ Տիկին Գրիգորյանն էլ դուք իշխանության ներկայացուցիչներին երեք պահանջում եք հիմնավորել քարոզարշավի ընթացքում մեր կողմից հնչեցված խոսքը եւ դա շատ ճիշտ է։ Եվ բացատրություն եք պահանջում, բայց նույն չափանիշը պետք է գործի նաև ձեր գործընկերների համար։ Փաստացի պարոն Կարապետյանը եւ նրա քաղաքական թիմը տերորի է ենթարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին քվե ստանալու համար։ Հիմա պատրաստ եք դրան տալ նույն գնահատականը, որը կտայք իշխանության ներկայացուցիչին եւ անվանել նրանց ստախոսներ։ Եթե ոչ, ապա սա արդեն ոչ թե ճշմարտության պաշտպանություն է, այլ քաղաքական հարմարության հարց։ Եվ քանի որ խոսում ենք խորհրդարանի աշխատանքի եւ պատասխանատվության մասին, ուզում եմ անդրադառնալ նաեւ Ռուբեն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահի թեկնածությանը։ Պարոն Ռուբինյան, նախ ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ, ձեր խորհրդարանական փորձը, հավասարակշռված քաղաքական վարքը եւ պատասխանատվություն ստանձնելու կարողությունը բավարար է, որ ձեզ այսօր մենք ընտրենք։ Եթե երեք գրեթե ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիր գործընկերները փորձում են ձեր տեխնատության մեջ որևէ մտահոգիչ բան գտնել, հնչեցին ակնարկներ, ենթադրություններ, քաղաքական կենսագրության վերաբերյալ մեկնաբանություններ։ Քննարկումներն այնքան երկարվեց, որ մի պահ թվում էր, թե հեսա մի ինչ-որ մի բան կհնչի, բայց այդպես էլ չհնչեց։ Եվ ընդդիմության համար մի փոքր անհարմար արդյունք ստացվեց, որքան շատ խոսեցին ձեր մասին, այնքան ավելի պարզ դարձավ, որ տեխնացիության դեմ որևէ բովանդակային փաստարկ չկա, բայց եթե մեկ ամբողջ օր անց լրությունը այդպես էլ չի գտնվել որևէ տրամաբանական փաստարկ, ապա ամենաճիշտ որոշումը կլինի Ռուբեն Ռուբինյանին ընտրելը։ Գուցե դա ձեզ համար կլինի անսովոր քայլ, բայց երեկվա քննարկումից հետո գոնե ամենատրամաբանվածը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, մեծարգոնիստը նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած երեք մի պահ տպավորություն ունեցա, որ 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի, եւ դա Տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է։ Շատ ածես ասում Տիկին Խամոյան, որովհետեւ դեժավյու էր կարծես, այն ժամանակ նախորդ գումարման մեկնարկին կհիշեք Աննա Մկրտչյանը պատիվ ունեմ խմբակցությունից, էլի պարոն Ռուբինյանի Թուրքիայում լինելու հանգամանքը որպես ապոկալիպտիկ մի իրողություն էր ներկայացնում։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ դա ձեզ լավ տեղ չի տանելու։ Այս ընդհանրապես խորհրդարանի մեկնարկը, նաև նախորդ խորհրդարանի աշխատանքների մեկնարկը այսպիսի մի պատուհան է, որի ընթացքում մենք ձեզ խորհուրդներ ենք տալիս։ Այդ խորհուրդները տալիս ենք անշահախնդիր, այդ խորհուրդները տալիս ենք, որպեսզի դուք դրանցից օգտվեք։ Նախորդ գումարման ժամանակ պատիվ ունեմը եւ Հայաստան դաշինքը չօգտվեցին դրանցից։ Պատիվ ունեմը հայտնվեց, չգիտեմ որտեղ ճիշտն ասած, Հայաստան դաշինքը կրճատվեց գրեթե 3 անգամ իր թվով։ Ու հիմա երբ որ
հարցնում եք պարոն Ռուբինյանին, արդյոք նա թուրք տեսել է թե ոչ։ Լավ կլինի նախապես ստուգեք, արդյոք ձեր խմբակցության կազմում կան մարդիկ, ովքեր շփվել են օրինակ ադրբեջանցիների հետ, ովքեր շփվել են թուրքերի հետ, որովհետև պարզվում է կա, ու երբ որ պարզվում է որ կա, հանրության աչքում դա անկեղծ նույնիսկ ձեր ընտրողների աչքում դա երբեք լավ բան չի նշանակում։ Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանում եք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ օրինակ ես պատկերացնում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում օրինակ ինչ որ ինտուզիաստներ թարգմանել են մեր ազգային ժողովի նիստը ու լսում են, թե ինչպես է ընդդիմադիր падգամավորը ազգային ժողովի նախագահի տեխնացուին հարցնում. դուք թուրք տեսել եք, շփվել եք Թուրքիա։ Ես վստահ եմ դա լավ կարծիք չի ձևավորում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասին։ Դա օրինակ կարար, չգիտեմ, տենց 1930-ականների Գերմանիայում գուցե դա ինչ որ բաներ արձագանքներ ստանար դրական, բայց չեմ կարծում, որ դրանից հետո որոշակի ինչ որ բան կստանա։ Ու դա լավ բան կլինի առհասարակ։ Հաջորդը, երբ որ փորձում եք այդ բանը տալ, իբր ամեն ինչ բերել, հանգեցնել, որքան հասկանում եք ձեր բազմակայլ կոմբինացիայի վերջնանպատակը պետք է լիներ այն, որ բերեիք, հասցնեիք նրան, որ կարողա պարոն Ռուբինյանը շփվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Դա էլ ձեզ լավ տեղ չի տանում։ Կներեք, որտեղ ձեր քաղաքական թիմի առաջնորդի անձնագրի մեջ է օտարերկրյա հատուկ ծառայության անուն գրած IC FSB։ Դե անձնագրային գործ, տեսեք, մեր ազգային ժողովի նախագահի տեխնացուն շատ ավելի լավ է տեղեկացված, քան ես։ Անձնագրային գործում է նման բան գրված։ Ու դա էլի ձեզ լավ տեղ չի տանում, ավելին դա ձեզ նույնիսկ փակուղի է տանում, հարգելի գործընկերներ, որովհետև այդ դեպքում ձեր արգումենտներն էլ մեծաշով լավ չեն աշխատում։ Տիկին Ագնեսա Խամոյանը ասում է. Պարոն Ռուբինյան, ձեր հորը այո կալանավորել էին, բայց հիմա էլ են մարդկանց կալանավորել։ Հա, տիկին Խամոյան, բայց խնդիրը գիտեք որն է, տարբերությունը հիմնական այն է, որ պարոն Ռուբինյանի հորը եւ առհասարակ մարտի 1-ի գործով ձերբակալված ու կալանավորված ու դատապարտված մարդիկ անմեղ էին։ Մարդիկ անմեղ էին։ Այո, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք, որովհետեւ այո, մարտի 1-ի գործով այդ մարդիկ անմեղ են։ Այդ մարդիկ անմեղ են։ Այդ մարդիկ հերիք չի ծեծվել էին, հերիք չի նրանց ընկերները սպանվել էին Երևանի փողոցներում, միայն նրա համար, որ հաս չէին այն բանի համար, որ ձեր հայրը կեղծել էր ընտրությունները, որպեսզի իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին նշանակեր նախագահ, որպեսզի նա էլ պարոն Կարապետյանի հորը ընդուներ աշխատակազմի ղեկավար աշխատանքի, հաս չէին դրա հետ, ու ընդամենը խաղաղ ցույցեր էին անում։ Այդ մարդկանց նախ ծեծեցին, հետո այդ մարդկանց սպանեցին, հետո էլ այդ մարդկանց ընկերներին դատեցին։ Հենց այդ է տարբերությունը։ Ու առհասարակ հատուկ ծառայությունների նաև ես որքան հասկացա, տիկին Արեգնազ Մանուկյանի դստեր մասին էր խոսքը, Աստված բոլորի երեխաներին թող պահի, բոլորի երեխաներին առողջություն եմ մաղթում, բայց հարգելի գործընկերներ, ձեր նախկին թիմակիցը Անդրանիկ Թևանյանը էլի հատուկ ծառայությունների մասին խոսքին գանք, էլի մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մեղադրվում է նրա մեջ, որ այստեղ, այս դահլիճում հնչած պետական գաղտնիքները 600 թե 7000 եվրոյով անմեղության կանխավարկածը չխախտելով վաճառել է օտարերկրյա հատուկ 600-700 հազար եվրոյով վաճառել է օտարերկրյա հատուկ ծառայությունների։ Եթե չեմ սխալվում ու նորից անմեղության կանխավարկածը չխախտելով, Արեգնազ Մանուկյանն էլ մեղադրվում է նրա մեջ, որ փոխանցել է այդ գաղտնիքները, էլի ձեր խմբակցության падգամավոր պարոն Թևանյանին։ Հիմա այս ամեն ինչից ելնելով դուք իրոք ուզում եք, որ մենք շարունակենք այս հատուկ ծառայությունների ու մնացածի մասին խոսակցություն։ Պարոն Ռուբեն Մխիթարյանը, ես եթե չեմ սխալվում, դուք Վարդան Ղուկասյանի հետ կապված ինչ-որ մի դրվագով էիք, չէ՞։ Հա, փաստը։ Գիտեք, ամենաֆենոմենալը այն էր, որ ես որքան տեղեկացա, դուք միջև Վարդան Ղուկասյանի այս ֆենոմենալ ընտրությունները Գյումրու քաղաքապետարանում outsource որպես իրավաբան դատական հայցեր եք ներկայացրած եղել ընդդեմ Վարդան Ղուկասյանի, այդ դատական հայցերը հա ոչ մի հաջողության չեն հասել, բայց Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելուց հետո դուք արդեն դարձել եք նրա փաստաբանը, պարոն Վարդևանյան, դա այդտեղ ինչ որ տենց ես չգիտեմ էլի, դուք եք մասնագետը, շահերի բախում, էթիկա, բան, տենց բան խախտվում է, թե չէ փաստաբանական առումով, տենց նորմ կա առհասարակ, որ կարելի է համայնքը ներկայացնել մեկի դեմ, հետո գնալ այդ մեկի փաստաբան դառնալ, տենց աշխատում է համակարգը, թե չէ։ Ինձ թվում է չէ, բայց այնուամենայնիվ, ինչև է։
Հարգելի գործընկերներ, ու Վարդան Ղուկասյանի մասով նաև, ձեր գործընկերները պարբերաբար Վարդան Ղուկասյանին էլ են քաղբանտարկյալ անվանում։ Առհասարակ ցանկացած մեկին, ով քաղաքականության հետ որևէ կապ ունի ու ձերբակալվում կամ կալանավորվում է, այդ մարդուն ձերբակալելը կամ կալանավորելը մարդիկ անվանում են քաղաքական հետապնդում, բայց դա այդպես չի աշխատում։ Դա այդպես չի աշխատում, հարգելի գործընկերներ։ Բավական պայման չի լինել քաղաքական գործիչ, որ քո նկատմամբ քրեական գործը համարվի քաղաքական հետապնդում։ Դա այդպես չի աշխատում, հարգելի գործընկերներ։ Օրինակ, Ռոբերտ Քոչյանի նկատմամբ գործը չի կարող համարվել քաղաքական հետապնդում։ Ձեր մյուս պաշտպանյալների նկատմամբ գործերը չեն կարող համարվել քաղաքական հետապնդում, պարոն Վարդևանյան, ու այդպես շարունակ։ Դա այդպես չի աշխատում։ Արտոնագիրը կասեցրել եք, իսկ մա շուտով կվերականգնեք, պարոն Վարդևանյան։ Իդեպ, գործընկերներից մեկը հարցնում էր, ասում էր, ինչ արդյունք եք ստեղծել։ Հարգելի գործընկերներ, որպեսզի հասկանաք, թե ինչ լավ իշխանություն է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, եկեք ուղղակի նայենք պարոն Վարդևանյանի օրինակով։ Պարոն Վարդևանյանը մի քանի հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին էլ ինչ որ պաշտոնում առաջադրված լինելու բերումով ներկայացրել է հայտարարագիր։ Պարոն Վարդևանյանը լավ փաստաբան էր թե 2017 թվականին եւ թե 2022, 23, 24, 25, 26 թվականների։ Տեսեք, մինչև 2018 թվականը փաստաբանը, նույնիսկ պարոն Վարդևանյանի պես հանճարեղ ու լավ փաստաբանը, ֆիզիկապես չէր կարող ամսական 700,000 դրամից ավել գումար աշխատել, որտեղ դատական համակարգ չէր աշխատում, որտեղ բոլորը մեծ հաշվով հազար ներողություն անձնապես ձեզ չի վարվում, բոլորը մեծ հաշվով թքած ունեին փաստաբանական ծառայությունների ստացած օգուտների վրա սենց ձևակերպեմ, այն բերումով, որ մեկը հարցերը ուրիշ կերպ էին որոշվում ու դրանով է պայմանավորված, որ 2018 թվականից հետո Արամ Վարդևանյանը օրինակ տարեկան 40 միլիոն դրամ մենակ մի դեպքով ստանում, Տաշիր գրուպից ստանում։ Դուք մինչև 18 թվականը օրինակ պարոն Վարդևանյան չեք ստանա այդքան գումար, որտեղ փաստաբանությունը այդքան չէր գնահատվում այն ժամանակ։ Եվ հետեւաբար ինչ ենք արել մենք որպես իշխանություն, ակնհայտ է, որ ստեղծել ենք այնպիսի արդարադատության համակարգ, որը որ աշխատում է, որի շնորհիվ որ փաստաբանները հանձինս պարոն Վարդևանյանի նմանատիպ աշխատավարձեր ստանում եւ մենք շատ ողջունում ենք դա։ Իդեպ շատ լավ, ուրախ ենք շատ, բայց փաստաբանները եւ այնուամենայնիվ պարոն Վարդևանյան, ձեր հայտարարագիրը մեր իշխանության տենց ձեռքբերումների մեջ բանա ու դրա համար նաեւ կես կատակ ես բարբերաբար ասում եմ, որ պարոն Վարդևանյանը մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է, իդեպ բոլոր ընդդիմադիր փաստաբանները, դե հա ես կես կատակ դրա համար ասում եմ պարոն Վարդևանյան, բայց հաշվի առնելով որ կատակի կեսը միշտ ճշմարտություն է, այնպես որ հերթական ընտրությունը ունենք, ազգային ժողովի նախագահի ընտրությունը, ես կարծում եմ, որ պարոն Ռուբեն Ռուբինյանը առավել քան արժանի թեկնածու է եւ պարոն Ռուբեն Ռուբինյանի պարկեշտությունը, պարոն Ռուբինյանի ազնվությունը միանշանակ պետք է գնահատվի եւ ես հուսով եմ, որ պարոն Ռուբինյանը կստանա նաեւ ընդդիմադիր պատգամավորների քվեն։ Հատկապես ձեր, Տիկին Գրիգորյան, շնորհակալություն։ Բարձր հարգելի գործընկերներ, 6 տարվա ընթացքում հասցրել էի կարոտել այս ամբիոնը եւ կարծում եմ, որ այն տոնայնությունը, որով սկսել են քննարկումները ազգային ժողովում, հուսադրում են, որ մենք կարող ենք երկրի առաջ ծառացած խնդիրներին լուծումներ գտնել։ Ես նախ շնորհավորում եմ ազգային ժողովի նոր գումարման ընտրությունը եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորիս։ Քննարկում ենք Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ես նախ ուզում եմ ասել, որ պարոն Ռուբինյանին շատ վաղուց եմ ճանաչում։ Ամբողջ նրա քաղաքական կարիերայի ընթացքում ես ուղեկցել եմ նրան, նա ուղեկցել է ինձ, տեսել եմ նրա ուժեղ եւ թույլ կողմերը, բայց ակնհայտորեն ուժեղ կողմերը շատ են եւ ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանը ընտրվելուց հետո մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով կկատարի այն պարտականությունները, որոնք վերապահված են ազգային ժողովի նախագահին։
Ես նաև ուզում եմ շարունակել պարոն Ռուբինյանի բացած թեման իշխանության եւ ընդդիմության հարաբերությունների մասին ազգային ժողովում եւ մենք երեք ի նկատի ունեմ կառավարող ուժի ներկայացուցիչները ավելի շատ խոսեցին ընդդիմության մասին, բայց դա խոսակցություն չի ընդդիմության մասին։ Դա առհասարակ խոսակցությունը իշխանության մասին, որովհետև քաղաքացին, երբ որ գնում է ընտրության, այդ թվում նաև հունիսի 7-ին, գնացել է ընտրել է իշխանություն, որի մի մաս է ընդդիմությունը։ Եվ շատերս լավ գիտենք, թե որն է ընդդիմության դերակատարումը իշխանության մեջ, հակակշռել եւ բալանսավորել։ Սա ինչի համար է հարամյակներով գրվել, մշակվել այս օրենքը, որպեսզի այդ համագործակցությունից լավ լինի միայն քաղաքացուն։ Երբ որ ընդդիմությունը գալիս է լավ գաղափարներ է առաջ քաշում, կարողանում է հանրային դիսկուրս ապահովել դրա շուրջ, իշխանությունը պետք է այդ ծրագրերը իրականացնի այն ժամանակահատվածում, երբ որ ինքը իշխանություն է։ Եվ երբ դա իրականացնում է, արդեն ընդդիմության գործն է ներկայացնել, որ դա իր առաջ քաշած գաղափարներն են, եթե չկարողանա դա իր խնդիրն է, բայց սրանից շահում է միայն քաղաքացին։ Ինչ է տեղի ունեցել հատկապես նախորդ 5 տարիների ընթացքում։ Մոտավորապես տեղի է ունեցել այն, ինչ որ տեղի է ունենում վերջին 26 ժամերի ընթացքում։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն իրական Հայաստանի։ Բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում։ Քաղաքացին մերժել է սա, եւ եթե տվյալ դեպքում ուժեղ Հայաստանը շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ որ գրեթե 60-70%-ով կրճատվեց նրանց խմբակցությունը եւ հաջորդին ընդհանրապես այստեղ չեն լինի։ Ես ընդդիմության եւ իշխանության հարաբերությունները այս տրամաբանության մեջ եմ հասկանում եւ մենք պետք է աշխատենք միասին այդ ուղղությամբ։ Այս թեզերի մեջ էր նաև այն, որ օրինակ Քրիստինե Վարդանյանը ասում է, մենք այստեղ չենք անցյալը վերադարձնելու համար։ Այն թեզերը, որ դուք եք առաջ քաշում, դուք անցյալը չեք վերադարձնում, դուք անցյալն եք։ Տիկին Արեգա Հովսեփյանը ասում է, մենք նոր երիտասարդ քաղաքական ուժ ենք, չէ՞ Տիկին Հովսեփյան։ Ձեր քաղաքական հայրերը հին են եւ իրանք ձեզ հետ են տանում։ Այո, այս քաղաքական ուժի շատ հին են, որովհետեւ եթե շատ ու շատ իր նայեք, ապա ձեր մեջքի հետում կտեսնեք Կարեն Կարապետյանին, որը ՀՀԿ խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Կտեսնեք ձեր կուսակցության առաջնորդին, ով շատ ակտիվ, օրինակ հիմա Գագիկ Ծառուկյան եք պաշտպանում, բայց 15 թվականին շատ ակտիվ մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի շուրջ ռազմորկեքին եւ իտոգներ էր տալիս։ Հին եք, այ երբ որ ձերբազատվեք այդ գաղափարներից ու այդ մարդկանց ազդեցություններից, մենք կունենանք մեր ժողովրդի ուզած իշխանություն եւ ընդդիմություն հարաբերությունները։ Ես մի քանի թեզերի եմ ուզում անդրադառնամ, որ այստեղ հնչել են։ Մասնավորապես ասում եք, անընդհատ փորձում եք այստեղ առաջ քաշել են գաղափարը, որ իշխանությունը փոխել է թվերը, կեղծել է թվերը, խնդրում եմ, այն ինչ որ դուք արել եք, մեզ մի վերագրեք։ Ասում եք իշխանությունը գիշերը ժամը 2-ին եկավ եւ հայտարարեց, որ հաղթել է ընտրություններում։ 24 News հեռուստաալիքը այդ ժամանակ հեռարձակում էր մեր հայտարարությունը։
եւ էկրանին կային թվերը։ Եթե շատ ուշադիր նայեք այդ թվերին, ապա կտեսնեք, որ ձեր թիվը մոտարապես +-1% սահմաններում է փոխվել, ձեր թիվը մոտարապես +-1% սահմանում է փոխվել, մեր թիվը փոխվել է +-2-3% սահմանում։ Սահմանադրական դատարանում ձեզանից ոչ մեկը որևէ ապացույց չի ներկայացրել, որ տեղամասերում ընտրությունների արդյունքները փոխվել են, եւ հետեւաբար իշխանության վերլուծություններ տվյալ պահին ունեցած իր թվերով եւ այն օրենքով, որ կա, որ ինքը ձևավորում է իշխանություն։ Խոսում եք ընտրությունների արդյունքները ամփոփումը դադարեցվել է։ Մի հատ փաստ եք ներկայացրել, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Մի փաստ։ Սահմանադրական դատարանի վերդիկտը կա, եւ դուք պետք է հաշվի նստեք, որովհետեւ այդ վերդիկտը ընդունել է նաեւ ժողովուրդը, որովհետեւ եթե այդ ժողովուրդը չընդուներ վերդիկտը, ապա այսօր ուրեմն փողոցներում, ինչպես իմ գործընկերները ասացին, բազմաթիվ մարդիկ կլինեին եւ այս իշխանությունը չէր լինի։ Այն պահին, երբ որ դուք հաշտվեցիք եւ ընդունեցիք արդյունքները, որ ընդունել է ժողովուրդը, դուք կդառնաք այդ ժողովրդի իշխանության մի մասը հաջորդ ընտրություններին իշխանության գալու հնարավորությամբ, եթե ոչ, խնդրեմ այս օրինակը։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ դարձավ վարչապետ, իսկ ինքը դրա դեմ պայքարում էր Սերժ Սարգսյանի ժամանակ։ Սերժ Սարգսյանը սահմանադրություն էր փոխել երրորդ անգամ դառնալու վարչապետ, երկրի ղեկավար։ Եվ այն օրենքների եւ օրենսդրության սահմաններում, որ տեղի են ունենում ընտրություններ, դրանք գործում են քաղաքակիրթ շարք երկրներում։ Մերկելը 4 անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր։ 4 անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր։ Այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ մենք ունենք։ Եվ այստեղ շատ հաճախ այդ իրողությունների նենգափոխում է տեղի ունենում։ Սա էլ է վատ, որովհետև դուք ապակողնորոշում եք մեր ժողովրդին։ Եվ հետո շատ դժվար է լինում, մեծ ջանքեր է գործադրվում, որպեսզի դա փոխվի։ Այստեղ տարբեր քրեական գործերի մասին խոսվեց, օրինակ Ռուբեն Մխիթարյանի գործը համեմատվեց 2008-ին տեղի ունեցածների հետ, հարգելի գործընկերներ, դուք երևի այդ ժամանակներ չեք ապրել։ Մեր ժամանակների առավելությունն է եւ ասում եք ինչ արդյունք եք ստեղծել։ Մենք ստեղծել ենք այն արդյունքը, որ կարող է իրավապահ համակարգը սխալվի կամ թերանա, բայց մենք ունենք դատարաններ, որոնք դրանք կարան բեկանել։ Ձեր ժամանակ, պարոն Քոչյան, ձեր հայրիկի, պարոն Կարապետյան, ձեր հայրիկի իշխանության ժամանակ որևէ դատարան նման որոշում չէր կարող կայացնել։ Հարգելի գործընկերներ, համի բան էլ, ես մտածում եի, որ մենք Գառնիկ Դանելյանին կկարոտենք, բայց երեք հասկացանք, որ չէ, եւ հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիրը այնպես, ինչպես միաձայն առաջադրել է պարոն Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնում, այնպես էլ քվեարկել է միաձայն նրա տեխնացության օգտին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ քննարկման համար։ Հնչեցին տարբեր հարցադրումներ, որոնք ենթադրում են իմ կողմից մեկնաբանություն, ես դրանց կանադառնամ, հետո կանադառնամ ընդհանուր քննարկմանը եւ իմ հետևություններին դրանից։ Եվ այսպես սկսենք Հայաստան խմբակցության մեր գործընկերներից։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, պարոն Մեսրոպ Մանուկյանը ինձ մեղադրեց նրա մեջ, որ իմ անունը աշխատում է ազգային ժողովում։ Ես ուզում եմ պարոն Մանուկյանին տեղեկացնել, որ նա սխալվում է, իմ անունը չի աշխատում ազգային ժողովում։ Ասեմ ավելին,
երբ որ իմ աները աշխատում էր ազգային ժողովում, նա իմ աները չէր։ Իսկ երբ որ իմ աներն էր, էլ չէր աշխատում ազգային ժողովում։ Հետևաբար պարզ սիլոգիզմից հետևում է, որ իմ աներ լինելու ընթացքում իմ աները երբևիցե չի աշխատել ազգային ժողովում։ Բայց գիտեք ով է աշխատել եւ աշխատում ազգային ժողովում։ Ձեր կինը, պարոն Մանուկյան։ Եվ ընդ որում սա շատ ընդ որում ես շատ ուրախ եմ, որ ձեր կինը աշխատում ազգային ժողովում եւ նա շարունակելու է աշխատել ազգային ժողովում, նույնիսկ եթե ես կարծում եմ, որ դուք եկաք եւ ինձ զրպարտեցիք այս բարձր ամբիոնից, բայց դա կարևոր չի։ Ձեր կինն է եւ դուք էլ դուք եք։ Բայց համաձայն եք ինչ ասեմ, հետևողականության մի փոքր պակաս կա ձեր խոսքերում։ Եվ համաձայն եք, որ նաև այդ թվում այն ժամանակ, երբ որ ձեր խմբակցության պատգամավորները մեզ մեղադրում են բռնաճնշումների մեջ, այդտեղ էլ անհետևողականություն կա, որտեղ այդ նույն ընթացքում, օրինակ ձեր կինը կամ ձեր ցուցակում ներառված Էլինար Վարդանյանի հարազատ քույրը աշխատել եւ աշխատում են ազգային ժողովում։ Ահա այսպիսի բռնաճնշումներ։ Հաջորդը պարոն Մանուկյանը եւ տիկին Գրիգորյանը ինձ մեղադրում են նրա մեջ, որ իմ եղբայրը աշխատում է առևտրային բանկում։ Ես նրանց ավելի աբսուրդային մեղադրանք կյանքումս լսած չկամ։ Իրավիճակը հետեւյալն է, իմ եղբայրը Լևոն Ռուբինյանը, ում ուզում եմ ողջունել այս ամբիոնից, ինքը վստահաբար չի հետևում, բայց հետո կտեսնի երևի, 2007 թվականից, այսինքն արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում։ Իմ եղբայրը 2007 թվին էր աշխատում բանկում, 2008 թվին, երբ որ ասում է, որ ԱԱԾ-ից եկան մեր տուն, հորս հրավիրեցին ԱԱԾ 3 ամիս հետ չեկավ։ Այդ ժամանակ, երբ որ պարոն Քոչարյանի հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀԿ խմբակցության ղեկավար էր, այդ ժամանակ էլ իմ եղբայրը բանկում էր աշխատում։ Մասնագետ, ոնց էր կոչվում, մասնագետ էր։ Վարկային մասնագետ էր 2007 թվականին։ Իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում 2009 թվականին, 2010 թվականին, 2011 թվականին։ Սերժ Սարգսյանի ամբողջ նախագահության օրոք, երբ որ պարոն Մեսրոպ Մանուկյանը ՀԿ խմբակցության պատգամավոր եւ գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն էր, այդ ժամանակ իմ եղբայրը շարունակում էր աշխատել բանկում։ Եթե բանկն էլ հետաքրքիր ասեմ, գովազ չլինի, բայց Ինեկո բանկում էր աշխատում։ 2017 թվականի դրությամբ, երբ որ ես ընդդիմադիր էի, իմ եղբայրը Ինեկո բանկի գործառնական տնօրենն էր եւ վարչության անդամ։ Եվ ստանում էր ավելի բարձր աշխատավարձ, քան դուք հենց հիմա ստանում եք, Տիկին Գրիգորյան։ Հուսով եմ կբարձրանա ձեր աշխատավարձը, բայց երևի էլի չի հասնի այն ժամանակվա իր աշխատավարձին։ 2017 թվականին, կրկնում եմ, հեղափոխության նախօրեին իմ եղբայրը աշխատում էր Ինեկո բանկի գործառնական տնօրեն եւ շարունակել է աշխատել Ինեկո բանկում մինչեւ 2025 թվականը։ Այդ ընթացքում չի հիմնադրել ոչ մի բիզնես, չի ներառվել որևէ բիզնեսում, շարունակել է աշխատել նույն իր աշխատավայրում, որտեղ աշխատել է 2007 թվականից եւ ամենավերջում զբաղեցնում էր Ինեկո բանկի մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը եւ նաեւ վարչության անդամ էր։ Հետո 2025 թվականին մի բանկից տեղափոխվել է մեկ այլ բանկ, որտեղ իդեպ շարունակում է մի խանգարեք ինձ։ Որտեղ իդեպ շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը գործառնություն չէ, մանրածախ բիզնեսի տնօրեն եւ վարչության փոխնախագահ։ Հիմա մեղադրանքն ինչու՞մ է, որ իմ եղբայրը աշխատել, մի բանկում աշխատել, հետո գնացել է մյուս բանկ աշխատել, մեղադրանքներն է, որ ահա այն մյուս բանկում եթե 25% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շարի բախում կա, որտեղ, բացատրեք ինձ։ Հաջորդը էլի ձեր այդ տարօրինակ տրամաբանության։ Հա իմ եղբայրը 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում է աշխատում։ Եվ ո՞րն է ձեր տրամաբանությունը։ Եվ ամենավերջինը, Ժորժ ջան, ամենայն հարգանքով չեմ ուզում ձեզ վիրավորել ոչ մի կերպ, բայց ամոթնել է էլի լավ բան։ Ձեր խմբակցության առաջնորդը եւ իր ընտանիքը իրանցից դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնագանձել $200 միլիոն։ Պարոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր է եղել։ Եթե սխալվում եմ, կներեք։ Բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր է եղել։ Քավլիցի, ուրախ եմ ձեզ համար։ Բայց միշտ անդրամաբանական է, էլի որ եկեք գալիս ասում եք պարոն Ռուբինյան, ինչա ձեր եղբայրը աշխատում բանկում։ Լավ է, այ քեզի բան։ Ընդ որում այդ որ ասում եք հենց պետական մասնակցություն մտավ սկսեց աշխատել, սխալ եք ասում։ Ամիո բանկում պետական մասնակցությունը սկսել է 2022 թվականին, եղբայրս Ամիո բանկում աշխատում է 2025 թվականից։
Այսքանը ձեր խմբակցության մասին համոռացա, Տիկին Գրիգորյան, գիտեք ինչի չի մասնակցելու ձեր խմբակցությունը քվեարկությանը, որտեղ դուք վստահ չեք, որ քվեարկության ընթացքում չի պարզվի, որ ձեր падգամավորներից մի քանիսը ինձ են քվեարկելու, այդ թվում դուք։ Հիմա անցնելով Հարգարժան ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Տիկին Ղարամանյան, ես ցավում եմ, որ իրոք այդ կեղծ լուրը կրկնում եք կամ գուցե տարընթերցման կարծիք կա։ Ներողություն էլի։ Այն ընթացքում, երբ որ դուք այս ամբիոնից ինձ ասում եք, որ ես լրագրողների համար նոր սահմանափակումներ եմ մտցրել, ես վրացի նայեցի մեր սիրելի լրագրողներին, բոլորը ասում էին սենց չէ, որովհետև եթե դուք ուշադիր զբոսնեք ազգային ժողովի տարածքով, բոլոր տեղերում կտեսնեք լրագրողներ։ Որևէ նոր սահմանափակում, որևէ չի մտցվել եւ չի մտցվելու։ Հաջորդը պարոն Ֆարմանյանն էր թերևս, ասում էր, ինչու եմ ես օգտագործում Կալուգա քաղաքի անվանումը եւ ինչու եմ օգտագործում օլիգարխ եզրույթը։ Սկսեմ Կալուգա քաղաքից։ Ես փաստ եմ արձանագրում, ես որևէ վիրավորելու, որևէ միտում երբևիցե չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու։ Մարդը ապրել է երկար տարիներ եւ իր գործունեությունը ծավալել է Կալուգայում։ Նույն կերպ, եթե օրինակ ես ձեր կամոք եւ ձեր կամոք ընտրվեմ ազգային ժողովի նախագահ, եթե ինձ ասեք, օրինակ, չգիտեմ, երրորդ մասցի ազգային ժողովի նախագահ, ես բացարձակ չեմ վիրավորվի դրանից, ասեմ ավելին, իմ հարազատ երրորդ մասցիները իրենց շատ լավ կզգան դրանից։ Դրանց մի մասը ամենայն դեպս։ Ուսման վայրով սխալ կլինի, որովհետեւ օրինակ, եթե ինձ ասեք Լոնդոնցի ազգային ժողովի նախագահ, դա փաստական սխալ կպարունակի, որովհետև ես Լոնդոնում ապրել եմ 1 տարի, Լոնդոնում չեմ կայացել որպես բիզնեսմեն, էլ ինչ ասեմ, իմ շահերի կենտրոնը Լոնդոնում չի, գրանցումս Լոնդոնում չի, Լոնդոնում անձնագրային գործ չունեմ, որի մեջ գրված է մի 6-ի մամուլի կենտրոն։ Նույնն է Լեհաստանում իդեպ։ Հաջորդը հարգելի գործընկերներ, օլիգարխի վերաբերյալ։ Պարոն Ֆարմանյան ճիշտ է ասում, օլիգարխ բառի սահմանումներն է մարդ, որը ազդեցություն ունի պետական համակարգի վրա։ Սամվել Կարապետյանի եղբայրը երկար տարիներ եղել է ՀԿ խմբակցության ղեկավար, ՀԿ падգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հիմա էլ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության խմբակցությունը ազգային ժողովում, որը նույնպես պետական համակարգի անբաժանելի մաս է, իդեպ հարգելի գործընկերներ, եթե չգիտեք, ասեմ, դուք բոլորդ իշխանություն եք։ Այսինքն դուք օրենսդիր իշխանության մաս եք, դուք ընդդիմադիր եք իշխողուշին, բայց դուք իշխանություն եք օրենսդիր, դրա մի մասն եք։ Եվ հետեւաբար դա լրիվ մտնում է օլիգարխ սահմանման տակ։ Կրկին ես որևէ վիրավորելու միտում չունեմ։ Ես պետք է ասեմ նաև, որ ողջունում եմ Տիկին Արեգա Հովսեփյանի Ղարաբաղի բարբառով արված հետևյալ հայտարարության հետևյալ մասը, որ մենք հայրենիքում ենք։ Միանշանակ ողջունում եմ եւ ես ուզում եմ, որ մեր ղարաբաղցի քույրերն ու եղբայրները, այդ թվում Տիկին Հովսեփյանը, իմանան, որ իրենց հայրենիքում են, դուք միանշանակ ձեր հայրենիքում եք, եւ ես երբ որ ասում եմ, որ ես ամեն ինչ կանեմ, որ իմ եւ ձեր երեխաները չտեսնեն երբևէ պատերազմ, ես այդ թվում նկատի ունեմ մեր սիրելի ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, որոնք այս 30 տարիների ընթացքում ավելի քան են տեսել այդ պատերազմը եւ էլ պետք չի տեսնեն։ Եվ իդեպ նաեւ միանշանակ կիսում եմ Տիկին Հովսեփյան ձեր ասածն առայն, որ ձեր որդիները ոչնչով առավել չեն մյուսներից, իմ որդին էլ ոչնչով առավել չի եւ ես ինչի եմ ասում, որ ես պետք է ամեն ինչ անեմ, որ ինքը պատերազմ չտեսնի։ Որտեղ ես գիտեմ, որ երբ որ ժամանակը գա, ոնց որ ես եւ իմ եղբայրը չենք խուսափել բանակում ծառայելուց, նենց էլ իմ որդին չի խուսափելու, ինքը այլ երկրի քաղաքացիություն չի ստանալու։ Համենայն դեպս քանի դեռ չափահաս չի, ես չեմ գրանցելու իրան ուրիշ տեղ, ես չեմ արտագաղթելու իր հետ, էլ ինչ ասեմ։ Ինքը Փառք Աստծո առողջ է, հուսով եմ առողջել կմնա։ Եվ եթե պատերազմ լինի, Աստված չանի։ Ինքը ոչ մեկից առավել չի լինելու։ Եվ ոչ ոք ոչ մեկից առավել չի լինելու, բայց կրկնում եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ այս հարցը չկանգնի ընդհանրապես։ Հա, պարոն Կարապետյան, հետաքրքիր բան եք ասում եք, ես չեմ ուզում, որ Ադանան քեբաբով ճանաչեն, որովհետև Ադանան իմ հայրենիքն է, նախ մի քիչ սխալ եք ասում, ոչ թե Ադանան են քեբաբով ճանաչում, այլ քեբաբն են Ադանայով ճանաչում, այդ թվում այն ժամանակներից, երբ որ Ադանայում հայեր էին ապրում։ Երկրորդը, բայց տարօրինակ է, Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել Տաշիր պիցան անվանել Տաշիր պիցա։ Սա ինչի համար ասեցի։ Իրականում ինչ որ ես հիմա ասեցի, ինչ ասեմ,
շատ ցածր մակարդակի բան էր, բայց ես ուղղակի ստիպված եմ անալոգիա բերել եւ ես կարծում եմ ընդհանրապես դուք բոլոր ձեր մի մասը, այսինքն նոր падգամավորները խնդրում եմ, իմ հայրենիք Հայաստանի Հանրապետությունը միակը իդեպ։ Ներողություն, խնդրում եմ ընդհատեք։ Ես ձեզ լսել եմ առանց ընդհատելու։ Ընդ որում հարգելի գործընկերներ, ձեզ շատերը երիտասարդ են կամ նոր падգամավոր են, կարևոր է։ Ես օրինակ կիսվեմ մի բանով։ Ես միշտ ինչ-որ բան որ ասում եմ, սկզբից ինքս մեծ անալիզ եմ անում։ Այս բանը որ ասում եմ, կարող է ես այդ նույնն եմ արել ժամանակին։ Եվ եթե մտածում եմ կարող է տես մեկնաբանի, չեմ ասում։ Հիմա սա ինչ եմ ասում։ Պարոն Գառնիկ Դավթյանի առաջին հարցը ուղղված ինձ, թե արդյոք ես թուրք տեսել եմ Ստամբուլում, քննարկումների առիթ դարձավ եւ մեր падգամավորները անդրադարձան, տեսա համացանցում է քննարկվում։ Ես ուզում եմ հարգելի գործընկերներ, բոլորիդ կոչ անել ներողամիտ գտնվել, որովհետեւ պարոն Գառնիկ Դավթյանը երիտասարդ падգամավոր է, նոր падգամավոր է, իր քաղաքական կարիերան իր արժևում է եւ ոչինչ։ Նորմալ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ հարցի մեջ։ Ուղղակի պարոն Դավթյան, sense մի հատ ռուսերենում խոսք կա, ասում է «Главное в ходе следствия не выйти на самого себя»։ Հիմա արդյունքում պարզվեց, որ դուք մասնակցել եք հայ-ադրբեջանական երիտասարդական ինչ-որ հանդիպման, հերիք չի տեսել եք ադրբեջանցի, մի հատ էլ շփվել եք հետները։ Ու ես ուզում եմ ձեզ ասել, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, պարոն Դավթյանի։ Եվ ձեզ խնդրում եմ, տեսա լրագրողները հարցնում էին, դուք արդարանում եք, պետք չի արդարանալ։ Լավ եք արել։ Դուք որևէ հանցակ չեք գործել, դուք ադրբեջանագետ եք, դուք ուզեցել եք ծանոթանալ Ադրբեջանի հետ որպես պետություն, իրանց հանրության հետ, իմանալ իրանք ինչ են մտածում, դուք որևէ հանցակ չեք գործել։ Եվ նորմալ է, մի արդարացեք դրա համար։ Բայց ամեն դեպքում, խնդրում եմ, ամեն դեպքում վերհիշեք այդ ադրբեջանցիների կանտովկեն ինչ ձև էր, որտեղ մարդ ես, կարող է պարոն Շիրազ Մանուկյանը հարցնի, կարողանաք պատասխանել։ Ընդհանուր առմամբ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ քննարկումը վատը չէր եւ ես կարծում եմ, որ ի պատիվ մեզ բոլորիս բավականին բարձր մակարդակ էր քննարկումներում, այսինքն առաջին երկրորդ օրն է եւ այս նիստերի նկարահանումների ժամանակ ոչ մի падգամավոր դեռ չի տուժել եւ դա ողջունելի է։ Եվ բայց պետք է ասեմ, որ եղել են բացառություններ։ Օրինակ, երբ որ ես ասում եմ, չէ, ֆունդամենտալ խնդիրը որն է ցածր որակի խորհրդարանական։ Ես ասում եմ, ֆունդամենտալ խնդիրը ըստ իսենա, որ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները կամ չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Հիմա տարօրինակ զուգադիպությամբ, պարոն Կարապետյան, ձեր խմբակցության անդամներից մեկը, նույն այն անդամը, որը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը անվանում էր թուրք-ադրբեջանական, էլ եկավ այս ամբիոնից, ասաց, որ Հայաստանում կառավարության ղեկավարին Ադրբեջանն է նշանակել, ազգային ժողովի ղեկավարին էլ ուզում է Թուրքիան նշանակի։ Այսինքն սա իմ հանդեպ չի, վիրավորանք։ Սա վիրավորանք է այն 720,000 քաղաքացիների հանդեպ, որոնք քվեարկել են քաղաքացիական պայմանագրին եւ հետեւաբար մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին նշանակել վարչապետ եւ ընտրել ազգային ժողովի նախագահ։ Եվ հիմա ուզում եմ օրինակով ցույց տամ, էլի, ոնց է սա բերում զազրախոսության եւ հայոյախոսության։ Եթե ես ինչպես ասում էր Տիկին Խամոյանը, զուսպ չլինեի, չէ, ես կարող եի, չէ, գալ հիմա վիրավորված, ինչ են ասել, ասենք, վիրավորել են մեր ընտրողներին։ Ասում են, որ ինձ ուզում է ոչ թե իմ ժողովուրդը միջնորդավորված մեր խմբակցության միջոցով ընտրի ազգային ժողովի նախագահ, այլ ինչ որ օտար երկիր։ Կարող եի, չէ, ասել, բայց մի վարքյան։ Ու մի երկու բառ էլ ավել ասել։ Մանավանդ, որ հարգարժան падգամավորը ամենևին չի փայլում կոռեկտությամբ, հասկանում եք։ Ու դա լավ բանի չէր բերի, հետո մի բան դուք կասեիք, մի բան ընդեղից կասեին, մի բան ընդեղից կասեին եւ մեր ավանդական վիճակներին կգայինք։ Հիմա ես խոստացել եմ, որ 1 աստիճան ավելի կառուցողական եմ լինելու, քան դուք։ Պահում եմ այդ խոստումը եւ այլ բան չեմ ասի տվյալ падգամավորի մասին։ Ասեմ ավելին, ի տարբերություն նախորդ 5 տարիների, հիմա գրանցվի մոտս կարող է եւ ընդունեմ, բայց կարող է եւ չընդունեմ, չգիտեմ, թող փորձի։ Բայց ես կոչ եմ անում, պարոն Կարապետյան, իդեպ ձեր ելույթը նորմալ է։ Այսինքն ելույթերը շատ մի մասերի հետ համաձայն չէի, բայց ոչի իմաստով ես կարծում եմ, ես համարում եմ, որ դուք ընդունել եք իմ առաջարկը եւ համարում եմ, որ Տիկին Գրիգորյանն էլ է ընդունել իմ առաջարկը բարեկիրթ լինելու։ Իդեպ Տիկին Գրիգորյան, ես չեմ առաջարկել «Ребята, давайте жить дружно», ես առաջարկել եմ լինել «Ребята, давайте быть բարեկիրթ»։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, սիրելի գործընկերներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իմ տեխնացությունն առաջադրելու համար եւ շնորհակալություն հայտնել
մեր սիրելի ժողովրդին, շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագրին քվեարկած ժողովրդին, շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագրին չքվեարկած ժողովրդին։ Շնորհակալություն։